Այս պահին գտնվում ենք Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտ։ Այս 300 մետրի մասին էր ի սկզբանե Պրոշյան համայնքի բնակիչների պահանջը, սակայն այսօր հայտարարեցին, որ ոչ, պահանջը փոխում են եւ երթուղին ինչպես նախկինում է գործել, այսօր էլ պետք է գործի։ Просто շատ չան որոշումներ է ասում։ Я Ես տեղեկացնեմ, Քասախի բնակիչները եւս փակել են ճանապարհը, նրանց պահանջը նույնն է։ Նրանք էլ պահանջում են, որպեսզի 59 համարի ավտոբուսը դուրս չգա Քասախ համայնքից։ Եվ քիչ անց Պրոշյան համայնքի բնակիչները կփակեն աշտարակի խճուղին։ Մենք տեսնում ենք, որ ոստիկանները արդեն նախարարության շենքի մոտ սպասում են ակցիայի մասնակիցներին։ Բարև ձեզ, այս պահին ուղիղ եթերում ենք, այ հիմա ոստիկանների ուղեկցությամբ այս 300 մետր անցակ, սովորական օր ինչպես եք պատրաստվում հաղթահարել փողոցային շների եղանակային վատ պայմանների։ Կապ չունի, մենք եկել ենք մինչև վերջեր կկանգնենք մեր հարցին մինչև լուծում տրվի։ Մենք այսօր դրա համար ենք հավաքվել։ Տեսնում ենք ոստիկանության զորքերի այստեղ են արդեն տեղակայված են, քաղաքացիների մի մաս էլ արդեն եկել է այստեղ։ Եվ ինչպես նախորդ իմ զրուցակիցը նշեց, որ ոստիկանությունը այսօր փորձելու է ուժի կիրառմամբ բացել ճանապարհը, նրան այդպես էին փոխանցել։ Շարի կարենկա։ Տեսնում ենք մեծ թվով ոստիկանական զորքեր ավտոբուսներով բերվել են Պրոշյան համայնք։ Հրահանգներ են ստանում, այստեղ են թե նաև սև բերետները։
İki şofa var. Ağızdan Menkel merartar fahancı hamar halamdır. Halesi hamar çek hamar. Çok satayım. Sağlık cümle kalktı. Neyine geçer soru? Ոստիկանության զորքերի ծառայողները այստեղ պատ կազմեցին, որպեսզի քաղաքացիները չկարողանան դուրս գան փողոց։ Տեսնում ենք մեծ թվով ոստիկանության զորքերի ավտոբուսները այստեղ տեղակայված են, այստեղ է ժամանել նաև սև բերետները։ Այս պահին ուղիղ եթերում ենք, այսօր եկակ ոստիկանների ուղեկցությամբ այս 300 մետրը, որ վաղը ոստիկանները չլինեն, ինչպես է պատրաստվում անց հաղթահարել այս դժվար անցանելի այս ճանապարհ, եղանակային վատ պայմաններում, շներին։ Իհարկե շատ վատ։ Եվ Տեսօրականատես լինեն մեր ոստիկանները, որ մեր բնակչությունը ամեն օր այսքան կիլոմետր չի կարող ոտքով քայլի կամ հասնի ստեղ։ 300 մետրի համար ժողովրդին այս վիճակի են հասցնում։ Մեր ցանկությունը մեկն է, որ թույլ տան 25 համար ավտոբուսը գոնե մտնի գյուղի մեջ, այդ կամարից թեքվի ու նորից իր շրջադարձը կատարի գնա դեպի Երևան։ Մեր ցանկությունը մենակ է դա, եթե գալիս է մուլտիտրասի ավտոբուսները թող գան, բայց թող մեզ չզրկեն 25 համարից։ Ընդհանրապես մեր ցանկությունը դա է։ Այս համար ամեն օր չի կարա, այսքան քայլերթով գնա ու գա։ Փաստորեն կառավարությունը մերժեց ձեր խնդրանքը եւ փոխադարձ մուլտիտրանսը ձեզ առաջարկեց 100 դրամով այդ 300 մետրը սպասարկել։ Մենք բողոքում ենք, մենք բողոքարկում ենք, ուղղակի բողոքարկում ենք։ Տրանսպորտային միջոցները չի բավարար, ես տնտեսության ժողովրդին։ Հետո նրան ժամանակացույցն ու տրանսպորտի քանակը շատ քիչ է։ Մեզ չի բավարարում։ Դե մենք էլ չենք ուզում խաղաղ, բայց բաղն է մենք։ Ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, չլինի մեկը, որ փոխվա գնա ոստիկանների հետ, մեր պահանջը արդար է, մենք պահանջում ենք 25 համարի երթուղին, մենք չենք եկել ոստիկանների հետ բախման, ոստիկանները մեր կարգն է պաշտպանում, հարգեք մեկս մյուսին։ Հարգելի ոստիկանություն, կներեք, հրամանատարը ուր է, հրամանատարը ոստիկանության որտեղ է, կներեք, ուզում եմ միան տեսնել։ Ինչա, բանդամ։ Հա։ Լավ, բրթենք կմտնի, հա։
Արգելի բարմայր։ Գայ ես արգապը իմաստը դա ուղղակի զուտ այսօրվա մեր իշխանություններին զայնի բարձրացումը, որ նրանցից մենք պահանջել ենք, որ ներկայացնեն մեր ժողովրդի մոտ, մենք մեր այսինքն մենք հիմա պահանջների գազը ճանապարհը պակենք հետո պահանջների պահանջը ներկայացնենք ինչև եք ներկայացրած ներկայացված եղը նորից կներկայացնենք հիմա լավ ես խաղաղորդ եմ հիմա Արգելի պրոշատիներ, խնդրում եմ վրատ ուշադիր, մեկ պրոշատիներս պահանջում եք, որ իշխանական թևից և մեր կոտայքի մարզպետը անձամբ ներկայանան մեր ժողովրդի առաջ, պահանջում եք, որ իշխանական թևից ցանկացած մի իշխանավոր գայ ժողովրդի առաջ պատասխան տա, ինչի համար կտրվում են շարժի իրավունքից, համաձայնեք ինձ հետ։ Պրոշատիները պահանջում եք Սարի գամարի երտուղից, իշխանության ներկայացուցիչներ, եկեք պրոշենավար, եկեք այս ժողովրդի առաջ կանգնեք և ասեք, որ 25 գամարը պահպանվում է, 25 գամարը դուրս չի գալու, եթե դուք չարեցիք նման բան, ձեր իշխանության մեկ գլխավորը, ոնց ճապա փակելով եկավ իշխանության, այդպես էլ ճապա փակելով պրոշատի ցույց կտա և դուրս կշպրտի ձեզ իշխանական աթոռներից, եկեք կանգնեք ժողովրդի առաջ։ Հոգան, ես պետք է անես։ Ախի ինքը չգնաց մեկ տարան գցեց։ Եթե հիմա ուղիղ եթերով պրոշյանցիներ կան, որոնք նայում են այս ողորքի ակցիան, իրենց ասեմ, որ սա այն տեղը չէ, որ իրենք որպես հանդիսատես պիտի հետևեն գործողությունների։ Հիմա եթե դուք նայում եք, մտածեք որպես արժանապատիվ պրոշյանցի։ Նայում եմ շուրջս, մեզանից շատ ոստիկաններ են։ Մենք եկել ենք ճանապարհ փակելու, մենք չենք եկել, որ ոստիկանները մեզանից պաշտպանեն ավտոմեքենաները, որ ավտոմեքենաները անխափան երթևեկեն։ Ես հայտարարել եմ, նորից եմ կրկնում, ես պատրաստ եմ խախտելու բոլոր նրանց տեղաշարժի իրավունքը, ովքեր ուզում են, փորձում են խախտել իմ տեղաշարժի իրավունքը։ Այսօր ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուզում եմ ասել, որ ոչ ոք իրավունք չունի իմ ունեցածը ինձնից խլելու։ Իսկ այսօր իմ ունեցածը 25 համարի երթուղին է, որ սպասարկում է պրոշյանցիներին և որը դարձել է պրոշյանցիների, ասեմ, առաջին օգնություն, ասեմ, առաջին ամենամեծ, չգիտեմ փրկիչ նույնիսկ, որովհետև Պրոշյանում շատ աշակերտներ կան, որոնք սովորում են Երևանում, մեծ թվով ուսանողներ ունենք, ու ասեմ միշտ, նույնիսկ 80-ական թվականներին ամենից շատ ուսանողներ Պրոշյաններ տալիս, որովհետև Պրոշյանի դպրոցը միշտ բարձր որակի կրթություն է ապահովել իրենց սաների համար։
Եվ բացի դրանից հեռավոր մարզերից Պրոշյան են գալիս եւ ուսանողներ եւ մարդիկ, որոնք չեն կարողանում աշխատանք գտնել հեռավոր մարզերում եւ Երևանում 20 կամարը կայնի! 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 Ակցիայի մասնակիցները կանգնեցրին 25 համարի ավտոբուսը ամենայն հավանականությամբ մեջից քաղաքացիներին քիչեցնեն։ Hey, թողում եք այդ ավտոբուսը։ Որովհետեւ դա յուրաքանչյուրից կարծես Արի էսի մի բրա։ Եվ տեսնում ենք այստեղ հատուկ նշանակության դաշտի սպաները եկան, կարմիր բերետները։ Այս պահին Սերգո Մուրադյանի հետ զրուցում են ոստիկանները։ Մեզանից ներկայացուցիչներ են եղել մինչև այդ հանդիպման մեզի, որ վերջնական լուծման պատասխանը տա։ Վերջնական լուծումը ասել են, որ ոչ էլ չի քննարկվում այդ հարցը, 25 համարը գալիս է ստեղից ապատնցի դեպի քաղաք։ Կառավարությունը վերջի քննարկում է։ Հաստատի էլի եմ ասում։ 277-ը էլի չէ։ 25 համարը այս պահին է գործում։ Ֆիկցիվնիա ժողովրդին մենք քանի որ հայտարարություն անուտից էին հայտարարել դուրս են գալի փողոցից։ Իր ժամի 7-ից 25 համարը աշխատում է, 7-10-ից արդեն առաջին 30։ Նրանք այս ամենը արել են, որ Պրոշյանի բնակիչների որոշ մասը, ուսանողների որոշ մասը տարհանել յուղից, որ ժողովրդի քանակը քիչ լինի։ Սա իրենց քայլն է ժողովրդի նկատմամբ։ Խնդիր չկա։ Հենց հիմա զանգեք, ես ավելի ուրախ եմ։ Արի Իսպանիայի մոտ ենք անում։
Մինչև առայսօր կառավարությունը խոստovat է, կատարում է։ Մենք բաղը չի լինելու։ Եթե ես հավատամ, Հիմա աչքից տեսած եմ ես, բոլորս տենում են 25 դուրս է գալի։ Ուսակալի, որովհետև ցավը տանում, ուզում եմ մարդի ժողովրդին աղբեր։ կատակում ասում։ Կատակում աղբեր, որ ցույց չեն ներկայացնում։ Կոնկրետացնենք 2-3 անգամ կառավարությունը հավատում է։ Կոնկրետացնենք ձեր հարցերը բարձրացնենք։ Կառավարությունը ձեր հարցին ձեր սրտով լուծում է տվել։ 25-ը մինչև դիմաց է ուղում է։ Ինչ եք ուզում ել։ Ախր որ վաղը չունի ինչ ես ասում։ Իսկ եթե վաղը չունի ինչ կան։ Ցավը դեռ կներես իմացել նրա, որ այս պայքա 25-ը հավայն է դրան։ Ես չեմ ժողտում, կա, ունեցել եմ, ես պայքա։ Բայց մինչև կեսօր, կեսօրից հետո չի լինելու։ Հասարակ մի հատ տգեց։ Տեսնում ենք ոստիկանությունը այստեղ պատ է կազմել եւ քաղաքացիներին դուրս չի տալիս թույլ չի տալիս դուրս գալ երթևեկելի գոտի։ Նաեւ ժամանեցին այստեղ կարմիր բերետները։ Շրջաններից ես տեղեկել եմ։ Այսինքն ոչ թե ինքնոստայքի Ես հիշեցնեմ, որ Երևան քաղաքը այստեղ է ավարտվում եւ պրոշանցիները խնդրել էին կառավարությունից, որպեսզի 300 մետր ավել ավտոբուսը երթևեկի 300 մետրի շրջադարձ կատարի եւ Պրոշան համայնքի մուտքի մոտից կարողանան քաղաքացիները նստել ավտոբուսը, ոչ թե ոտքով քայլեն մինչև այս հատվածը։ Այս պահին ոստիկանությունը բանակցում է Սերգո Մուրադյանի հետ։ Կադարգի նման է,
Ոչ մի բան ական չի Ոստիկանությունը այս պայն բանակցում է բնակիչների հետ, քիչ անց կիմանանք ինչ պայմանավորվածություն ձեռք բերեցին։ Այս պայն հայտնի դարձավ պրոշյանցիները քայլերթով կմիանան ներքևում ճանապարհը փակած քասախցիներին։ միանում է կասախցիներին։ Ժողովուրդ ճիշտ է ասում, առաջ Ժողովուրդ, բոլորը միասին միանում է կասախցիներին։ Ինչ է կանում։ Սեյդո մեքենաներն է կանգնած։ Տեսնում ենք մեծ թվով ոստիկանության զորքերի ավտոբուսներն են այստեղ տեղակայված։ Այս պայն Պրոշյան համայնքի բնակիչներ ոտքով կքայլեն եւ կմիանան Քասախ համայնքի բնակիչների ակցիային։